Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 11-ից 13-ը Թուրքիայում կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Կառավարության աշխատակազմի տվյալով վարչապետ Կոբախիձեն համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլու հետ։ 2025 թվականի համաժողովի գլխավոր թեման է դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում։ Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն ավելի քան 20 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 70 նախարարներ, ներառյալ ավելի քան 50 արտգործնախարար միջազգային կազմակերպությունների շուրջ 60 բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև ավելի քան 4000 հյուրեր։ Վրաստանի նախագահն այլևս իրավասություն չի ունենա բացելու նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Օրենսդրական փոփոխության համաձայն նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը կբացի ամենատարեց պատգամավորը, որը կվարի նիստը մինչև խորհրդարանի նախագահի ընտրությունը։ Խորհրդարանի կանոնակարգ օրենքի փոփոխություններով խորհրդարանական մի քանի հանձնաժողովներ կանվանափոխվեն։ Հստակեցվել են նաև այն հարցերը, որոնք քննարկվելու են անմիջապես խորհրդարանի լիագումար նիստում առանց հանձնաժողովների քննարկմանը ներկայացվելու։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ին։ Մանկական Եվրատեսիլ 2025 երգի մրցույթը տեղի կունենա Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։ Վրաստանի մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարել միջոցառման նախապատրաստումը սկսելու համար։ Նախապատրաստական աշխատանքների առաջին փուլի համար հատկացվել է 172,000 եվրո։ Այդ միջոցները կուղղվեն Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպչական խմբի ժամանման եւ մրցույթի գովազդային արշավների համար։ Բեմի, ձայնային եւ լուսնային սարքավորումների մոնտաժը կսկսվի միջոցառումից 30 օր առաջ։ Մասնակից երկրների պատվիրակությունները Թբիլիսի կժամանեն եզրափակչից 10 օր առաջ։ Այդ ընթացքում նախատեսված են փորձեր, էքսկուրսիաներ եւ մշակութային ծրագիր։ Մրցույթի անցկացման իրավունքը Վրաստանը ստացել է 2024 թվականին Մադրիդում 11-ամյա Անդրիա Պուտկարաձեի հաղթանակից հետո։ 2025 թվականի մրցույթում Վրաստանի ներկայացուցչի անունը դեռ չի հայտարարվել։ Թուրքիան կարևոր տեղ է զբաղեցնում նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը ելույթ ունենալով իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Նրա խոսքով համաշխարհային դերակատարներն ընդունում են, որ նոր կարգի ձևավորումն առանց Թուրքիայի անհնար է կամ դատապարտված է ձախողման։ Էրդողանը նաեւ նախազգուշացրել է աշխարհում ծավալվող առևտրային պատերազմի հետևանքների մասին, որը նրա խոսքով կարող է անդրադառնալ բոլոր երկրների վրա։ Էրդողանը նշել է, քանի որ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնց նկատմամբ գործում են ցածր մաքսատուրքեր, այդ շրջանը հաղթահարելն ավելի հեշտ կլինի։ Անկարան նախապատրաստվում է Էրդողանի եւ Թրամփի շուտապույտ հանդիպմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին Հական Ֆիդանը նշել է, թուրքական կողմն աշխատում է պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին օրենքով սահմանված պատժամիջոցների վերացման ուղղությամբ։ Նրա խոսքով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նման դաշնակիցների միջև պատժամիջոցներ չպետք է լինեն։ Ֆիդանը նաեւ տեղեկացրել է, որ Թուրքիան եւ Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունները կանխելու նպատակով։ Նրա խոսքով կարևոր է խուսափել կողմերի միջև թյուրիմացություններից։ Դիվանագետը նաև նշել է, որ Թուրքիայի ու Իսրայելի հիմնական խնդիրներն են Գազան, Արևմտյան ափը եւ Ալ-Աքսա մզկիթը։ Մենք որևէ մեկի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրություն չունենք, բայց նաև անտարբերությամբ չենք հետևի Սիրիայում որևէ գործողության, անկարգություններին կամ սադրանքներին, որոնք սպառնալիք են Թուրքիայի համար։ Իսրայելի ռազմավարությունն է ոչինչ չթողնել Սիրիայի նոր կառավարությանը։ Դեկտեմբերի 8-ից Իսրայելը պարբերաբար ցամաքային եւ օդային հարվածներ է հասցնում կանոնավոր բանակներին պատկանող բոլոր ենթակառուցվածքներին։ Ֆիդանի խոսքով, եթե Սիրիան Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան եւ Իսրայելն Ադրբեջանում անցկացրել են Սիրիայում հակամարտությունների եւ լարվածության կանխման վերաբերյալ առաջին տեխնիկական բանակցությունները։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալպարսլան Բայրակթարը Իսլամաբադ կատարած այցի շրջանակում մասնակցել է Պակիստանի հանքարդյունաբերության ներդրումային համաժողովին։ Դրա շրջանակում Turkish Petroleum-ի եւ Պակիստանի ազգային 3 ընկերությունների միջև ստորագրվել է համատեղ նախագծերի իրականացման մասին համաձայնագիր, ըստ որի թուրքական ընկերությունը նավթ եւ բնական գազ կփնտրի Պակիստանի ջրային տարածքներում։ Այցի ժամանակ Բայրակթարն ընդգծել է, որ այդ քայլը ավելի կխորացնի Թուրքիայի եւ Պակիստանի ռազմավարական էներգետիկ
էներգետիկ գործընկերությունը եւ կարևոր դեր կխաղա տարածաշրջանային էներգետիկ անվտանգության համար։ Ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Այդ մասին հայտնել են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իրանական ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանությունից հայտնել են, որ խաղաղության զորավարժություն անվանումով վարժանքը իրականացվում է սահմանների անվտանգության ամրապնդման, երկու երկրի զինված ուժերի հնարավոր սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածության, կայուն խաղաղության պահպանման եւ պաշտպանական ու ռազմական համագործակցության բարձրացման նպատակով։ Նշվում է, որ այն կիրականացվի միաժամանակ սահմանի երկու կողմերում միասնական հրամանատարության ներքո։ Դեսպանությունից նշել են, որ զորավարժությունը ցույց է տալիս Հայաստանի եւ Իրանի հանձնառությունը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ անվտանգության հաստատման հարցում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Իրանի միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա արարողության ժամանակ վերահաստատել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հստակ հայտարարել է, Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Եթե նույնիսկ 100 կամ 1000 անգամ ստուգեն, նորից կհամոզվեն, որ մենք այդ ճանապարհով չենք գնում։ Բայց մենք կարիք ունենք միջուկային գիտության եւ էներգիայի տարբեր ոլորտների զարգանալու համար։ Նախագահն ընդգծել է, Իրանը կատարել է իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակում, Միացյալ Նահանգներն է դուրս եկել համաձայնագրից եւ սպառնացել Իրանին։ Աբաս Արաղչին շաբաթօրը Օմանում գերագույն առաջնորդի ցուցումներով ոչ ուղիղ ձևաչափով բանակցություններ կվարի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։ Գերագույն առաջնորդն ասել է, բանակցենք ոչ ուղղակի ձևով, քանի որ ամերիկացիներին վստահել հնարավոր չէ եւ մեր դիրքորոշումը հստակ է։ Փեզեշքյանը հավելել է, որ Թեհրանը երբեք չի գնա այնպիսի գործարքի, որը վնասում է ազգային արժանապատվությունը։ Նրա խոսքով Թեհրանը թույլ չի տա, որ ուրիշները պայմաններ թելադրեն։ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով։ Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։ Թրամփի խոսքով իր առաջին նախագահության ժամանակ պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ, ինչի արդյունքում Իրանը չի կարողացել միջուկային զենք ստանալ։ Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին ոչ ոք չգիտի։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ոչ ուղղակի բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 12-ին Օմանում։ Իրանական կողմից հայտնել են, որ բանակցություններին կմասնակցեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի արտգործնախարարը կարևորել է գործընթացի արդյունավետությունը եւ համաձայնության հասնելու կողմերի պատրաստակամությունը։ Նրա խոսքով, երբ բանակցությունները հիմնված են ճնշման կամ սպառնալիքի վրա, դրանք դառնում են թելադրանք, ոչ թե երկխոսություն։ Դիվանագետը հավելել է, որ այդ պատճառով Իրանը նախընտրում է անուղղակի ձևաչափը։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի հետ քննարկվում են Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կյանքի կոչման հարցերը։ Իրանական կողմի հետ մեր քննարկած նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կառուցումն է, որը Իրանի տարածքով կմիացնի Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին։ Շրջանցիկ ճանապարհահատվածն արդեն կառուցվում է, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցման հարցի շուրջ անհրաժեշտ է Իրանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Ալիևը նաև նշել է, որ այս ամսվա ընթացքում սպասվում է Իսրայելի նախագահի այցը Ադրբեջան։ Նա նշել է, որ այցը չափազանց կարևոր է համարում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի համար։ Ալիևի խոսքով Ադրբեջանի եւ Իրանի օրակարգը բավական լայն է եւ ընդգրկում է այդ թվում տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ոլորտները։
Հարավային Կովկասը դարձել է ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջան, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նա անդրադարձել է Կենտրոնական Ասիայի առաջնորդների գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարություններին տարածաշրջանային հաղորդակցությունների մասին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կմոտեցնի Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան։ Ոչ մի խոսք չասվեց Վրաստանի մասին։ Կարծես Վրաստանը գոյություն չունի։ Դա արդար չէ, իսկ Եվրոպական հանձնաժողովի վերաբերմունքը Վրաստանի ներքին գործընթացների նկատմամբ բացարձակապես անընդունելի է։ Վրաստանի ներքին խնդիրները պետք է լուծի վրաց ժողովուրդը, այլ ոչ թե Բրյուսելի բյուրոկրատիան։ Ուստի հաշվի առնելով այս ամենը, մենք պետք է ամրապնդենք Վրաստանի եւ Ադրբեջանի միջև գործընկերությունը։ Ալիևի խոսքով Բաքուն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ եվրոպական ինստիտուտների, առաջին հերթին Եվրոպական հանձնաժողովի հետ, բայց ոչ Ադրբեջանի շահերի եւ ներքին գործերին միջամտելու հաշվին։ Ղազախստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ղազախստանը եւ Ադրբեջանը Կասպից ծովի ղազախական հատվածում համատեղ ռազմածովային զորավարժություն կանցկացնեն։ Նշվում է, ռազմական նավաստիները կմշակեն ասիմետրիկ սպառնալիքների հետ մղման, աղետի ենթարկված թռչող սարքերին ու նավերին օգնություն ցուցաբերելու գործողությունները։ Կիրականացվեն նաեւ մարտական հրաձգություններ ծովային եւ օդային թիրախների ուղղությամբ։ Հաղորդագրության համաձայն Ադրբեջանից զորավարժություններին կմասնակցեն 2 պահակային նավ, օժանդակ նավ եւ առափնյա ստորաբաժանումներ։ Բարթուի Հարությունյան, հարևաններ։